Հայաստանը հայտարարում է, որ դեռ պատրաստ չէ սկսել Եվրոպական միությանն անդամակցության գործընթացը։ Ոչ մի պետություն երբեք պատրաստ չի լինում ինքն իրեն։ Պետությունները պատրաստվում են, երբ ունեն քաղաքական կամք, հստակ ռազմավարություն եւ գործողությունների կոնկրետ պլան։ Այսօր մենք ունենք Հայաստանի Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը, որն ընդունվել է նաեւ մեր կուսակցության գործուն ջանքերով, բայց օրենքի ընդունումից 1 տարի է անցելիս մենք չունենք այդ օրենքը կյանքի կոչելու ճանապարհային քարտեզը։ Չկան հստակ փուլեր, չկան ժամկետներ, չկան պատասխանատուներ, չկա Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու հաշվարկված փուլային ռազմավարություն։ Իսկ առանց այդ ամենի եվրոպական ինտեգրման մասին խոսքը մնում է գեղեցիկ ձևակերպում, ոչ թե պետական քաղաքականություն։ Պետք է մի բան շատ հստակ հասկանալ. սա պետության ընտրության հարց է ոչ թե այն պատճառով, որ պետք է պարզապես փոխել Եվրասիական տնտեսական միությունը Եվրամիությունով, այլ որովհետև այսօրվա աշխարհում խաղաղություն, անվտանգություն եւ ինքնիշխանություն հնարավոր է միայն ուժեղ տնտեսությամբ, իսկ ուժեղ տնտեսություն կառուցվում է այնտեղ, որտեղ կան տեխնոլոգիաներ, ներդրումներ, մրցակցային միջավայր, ինստիտուցիոնալ զարգացում եւ բարձր չափանիշներ։ Եվրոպական միությունը եւ Միացյալ Նահանգները այն տարածքներն են, որտեղ ձևավորվում է ժամանակակից տնտեսությունը, նոր տեխնոլոգիան, կապիտալը եւ զարգացման որակը։ Եթե ուզում ենք անվտանգ պետություն, պետք է կառուցենք ուժեղ տնտեսություն։ Եթե ուզում ենք ինքնիշխան պետություն, պետք է ունենանք հստակ ռազմավարական ուղղություն։ Եթե ուզում ենք Եվրամիության անդամակցություն, պետք է դադարենք խոսել ընդհանուր ձևակերպումներով եւ սկսենք գործել պետական լրջությամբ։ Դադարեք արդարացումներ փնտրել։ Հայաստանին պետք է քաղաքական որոշում, գործողությունների պլան եւ ժամանակացույց։ Պետք է հստակ ազդակ Եվրամիությանը, որ Հայաստանը լուրջ է իր իսկ ընդունած օրենքի նկատմամբ եւ պատրաստ է գնալ մինչեւ վերջ։ Ժամանակն է պահանջելու ոչ թե խոստում, այլ ռազմավարություն, ոչ թե հայտարարություն, այլ քաղաքական կամք, որովհետեւ պետության ապագային չեն սպասում, պետության ապագան կերտում են։